Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։ Պարոն Սաղաթելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Սաղաթելյան, նախ ընդդիմադիրների այս տարվա աշխատանքը ամփոփենք եւ արձանագրենք, որ այս տարի էլ չստացվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ինչը այն չարեց ընդդիմությունը այս տարվա ընթացքում, որ չստացվեց։ Գիտեք, երբ որ տարին ամփոփում ենք, այո, գլխավոր խնդիրը Չարեկ իշխանությունը շարունակում մնալ իշխանության եւ սպառնալ մեր երկրի անվտանգության, անկախությանը, պետականությանը։ Իսկ վերջին շրջանում թափառած արշավը հայկական ինքնության եկեղեցու դեմ ամբողջությամբ խոսում է դրա մասին։ Եթե ընդհանուր առմամբ նայենք, մենք իշխանությանը հեռացնելու գլխավոր ճանապարհը փողոցով դրան հասնելն է եւ այդ ուղղությամբ այո 25 թիվը երևի միակ տարին ա եղել, որ փողոցային շարժում չի եղել վերջին 5 տարվա մեջ, պետք է արձանագրենք, այո 25 թվականը միակ տարին էր, որ շարժում, փողոցային պայքար, բուռն տեղի չի ունեցել եւ այսօրվա իշխանության այս լկտությունների շղթան պայմանավորված է նաեւ դրանով, որովհետեւ երբ որ միշտ եղել է փողոց, եղել է պատշաճ դիմադրություն, դա զսպել է, որպեսզի սրանց այս լկտիությունը ինչ որ կերպ մեղմվի եւ այն ժամանակ, երբ որ մենք ասում ենք նույնիսկ եթե շարժումները իրենց վերջնական նպատակին չեն հասել, բայց այդ շարժումները շատ կարեւոր են մեր երկրի դիմադրությունը պահելու եւ այս իշխանությունների վայրենություններն ու ապօրինությունները զսպելու իմաստով շատերը չէին հասկանում ինչի մասին է խոսքը, եւ այդ իմաստով այս տարի խնդրեմ է։ Ճիշտ է, փողոցային պայքարի կոչերի պակաս չկար այս տարի, բայց տպավորություն է, որ էլի ձեզանից են ակնկալում ակտիվ փողոցային պայքար, ինչը այո այս տարվա ընթացքում դուք չիրականացրեցիք։ Գիտեք, կարծես չեմ ուզում հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիմա բուռն կոնսուլտացիաներ են քաղաքական ուժերի եւ այլն, թող այդ ենթադրություններն ու մեկնաբանությունները թողում են մեր հասարակությանը, ովքեր են մշտապես համակարգչի դիմաց կոչեր արել, ովքեր են անցնող ժամանակահատվածում կոչից բացի դուրս եկել փողոց, փորձել դիմադրություն կազմակերպել, փորձել այս ամեն ինչը կանխել, առնվազն գետնի վրա կռիվ տվել եւ պայքարել։ Հիմա կոնսուլտացիաների մասին եւ դեռևս հայտնի չի դաշնակցությունը ինչ ձևաչափով է մտադիր ընտրությունների մասնակցել, կա արդյոք բանակցություններ տարբեր ուժերի հետ եւ հիմա կա տեսակետ, որ ընդհանուր ճակատ ձևավորելն է ճիշտ։ Ձեր տեսլականը, ձեր պատկերացումը ինչպիսին է։ Տեսեք, մեր բանակցությունները, խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ այդ թեմայով չեն, այսինքն ընտրություններին դաշինքներ կազմելու կամ միավորվելու մասին չի։ Մենք քաղաքական ուժերի հետ պաշտոնապես հայտարարել ենք դրա մասին, թե ինչ կետերի շուրջ ենք խորհրդակցում, բանակցություններ վարում, դա մի քանի կարևոր օրակարգային առաջնահերթ հարցերի մասին է, պաշտպանություն եկեղեցուն, քաղբանտարկյալների հարցով համագործակցություն, ընտրությունների դեպքում համատեղ մեխանիզմների մշակում, որ համատեղ ուժերով կանխենք այս իշխանությունների հավանական ապօրինությունները, կեղծիքները, նաև պայմանավորվել, որ ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորել, այլ կենտրոնալ գլխավոր թիրախին հարվածելու եւ գլխավոր նպատակի շուրջ։ Մի խոսքով մի շարք կարևոր առաջնային օրակարգերի շուրջ անկախ քաղաքական հայացքներից ընտրություններին ով ինչ ձևաչափով է մասնակցում, ով ինչպես է մասնակցություն ունենալու հարցերի շուրջ համատեղ ուժերով պայքարելու եւ միասնական ճակատ ձևավորելու մասին է։ Մի շարք ուժերի հետ հանդիպումներ տեղի ունեցել են, ընդհանուր առմամբ կա լիարժեք փոխըմբռնում այս հարցերի շուրջ եւ այդ խորհրդակցությունները շարունակվում են։ Պարոն Սաղաթելյան, դուք ասում եք, որ բանակցությունները դեռևս ոչ թե համագործակցության ընտրությունների մասնակցելու, այլ հայտարարությունների հետ կապված է եւ օրերս նաեւ այդ մասին խոսեց Սերժ Սարգսյանը եւ ասաց, որ հայտարարություններ միշտ են եղել, բայց նա կարեւորեց, որ
պետք է այդ հայտարարություններից անդին միմյանց փոխադարձ վիրավորանքներ չհասցնելն է։ Մեջբերեմ Սերժ Սարգսյանը խոսք ասում է, ծանոթ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, նա եկել է եւ բոլոր այդ դրույթները, որ նա շարադրել է գրավոր, մեզ վաղուց ծանոթ են, վաղուց դրա մասին խոսում ենք, կարևորը հայտարարություն անելը չէ, կարևոր այն է, որ բոլորը գիտակցեն, որ տակից, կողքից կամ բացայից իրար չքննադատեն, հատկապես հանրապետականին։ Ուզում եմ հարցնել, նախ ում էր ուղված, որովհետև անանուն էր այս հայտարարությունը Սերժ Սարգսյանի եւ արդյոք ձեր քննարկումների ժամանակ խոսք է եղել նաեւ այդ մասին, որ չպետք իրար քննադատել։ Այո, մեր օրակարգային, մեր առաջարկած օրակարգային հարցերից մեկը նաեւ հենց դրան էր վերաբերվում, որ անդիմադիր դաշտում բնականաբար կարող ենք միմյանց հետ համաձայն չլինել, կարող ենք այլ կերպ տարբեր հարցերի շուրջ մտածել կամ դիրքորոշում ունենալ, բայց կոնկրետ թիրախավորումներից զերծ մնան բոլորը։ Այսինքն այդ վերաբերում է հիմնական դերակատար ուժերին ու նրանց նաև կողմնակիցներին։ Այդ մասին քննարկում եղել է եւ շարունակվելու է։ Եվ մենք իմիջիայլոց ասեմ 21 թվականին դրա փորձառությունը կա, մենք այն ժամանակ ընտրություններից առաջ հիմնական ուժերը հանդիպում տեղի ունեցել է, խոսել ենք այդ մասին, պայմանավորվել ենք եւ այդ պայմանավորվածությունը մեծամասամբ պահվել է եւ եթե հիշում եք 21 թվականի ընտրությունների ժամանակ հիմնական անդիմադիր ուժերը միմյանց որևէ կերպ չէին թիրախավորում։ Հիմա իշխանությունը շատ ակտիվ մտել է ընտրական գործընթացների մեջ եւ անգամ Եվրամիությունից գումար է խնդրել, այսպես ասած, հիբրիդային պատերազմի դեմ եւ ընտրական գործընթացների ժամանակ, որպեսզի այդ գումարները հոգուտ, ինչպես ընդդիմադիրներն են կարծում, իրենց իշխանության աշխատի եւ ընդդիմադիրների դեմ ուղղվի այդ ամենը, քարոզչությունը եւ ընդհանրապես։ Այս վիճակով դուք ամեն դեպքում ինչ եք կարծում, նախ սա միջամտության փորձ չի արտաքին եւ երկրորդը այս վիճակում ընդդիմադիրները ինչ գործիքակազմ պիտի կիրառեն, ինչպես պիտի դիմադրեն այդ ամեն ինչին եւ իշխանության հետ կարողանան հավասար մրցակցային դաշտում լինել։ Սա շատ ուղիղ եւ անմիջական միջամտություն է, այդ մասին ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ արտահայտվելու եւ դիրքորոշում հայտնելու։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրելու կամքի վրա ազդեցություն ունենալու եւ ըստ էության այս իշխանությունների վերարտադրությունը ապահովելու համար շատ ուղիղ անմիջական միջամտություն է, որը մեր կողմից բնականաբար անընդունելի է։ Սա ընտրությունների թափանցիկության, արդար ընտրությունների մասին չի, սա Նիկոլի վերարտադրությունը ապահովելու համար, այս նույն Եվրոպական միության կողմից փող գործիքակազմ եւ կանաչ լույս է ցանկացած ապօրինությունների, որովհետեւ չարիք իշխանությունը վերարտադրվի։ Այս իմաստով բավականին վտանգավոր եւ աննախադեպ ընթացքի մեջ ենք եւ ընտրություններին մասնակցող, չմասնակցող առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտը լիարժեք եւ ամբողջական պետք է սրան արձագանքի եւ որևէ կերպ իմիջիայլոց որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի միջամտություն Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացի վրա չպետք է լինի։ Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորման գլխավոր եւ միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է եւ ես կարծում եմ առնվազն այս անգամ եւ այսքանից հետո մեր հասարակությունը, մեր ժողովուրդը ամբողջությամբ կգիտակցի ինչ է կատարվում իրականում մեր երկրում եւ երկրի շուրջ եւ ճիշտ ընտրություն կկատարի կանխելով այս իշխանության վերարտադրությունը, այսինքն այս արտաքին միջամտության կանխման միակ հնարավոր ճանապարհը էլի համարժեք քաղաքական դաշտի եւ մեր ժողովրդի ամբողջական հակազդեցությունն է։ Իմիջիայլոց ես երեք տեսանք նաև որ կառավարությունը մի օրենքի նախագիծ անցկացրեց, որը տարբեր ձևակերպումներ ունի, մենք ավելի համապարփակ սրա մասին կարտահայտվենք, բայց ըստ էության սա տոտալ բռնապետություն հաստատելու ճանապարհներից մեկն է, որ զանգվածային լրատվության միջոցներում նոր գործիքակազմով փորձելու են հսկողություն իրականացնել ազատ խոսքի նկատմամբ։ Այս երևի մտահոգություններից ելնելով են, որ շատերը կարծում են, որ միայնակ ընդդիմադիրները չեն կարող հասնել որևէ արդյունքի եւ
եթե ուզում են նորից ընդդիմություն լինել իշխանությանը, գուցե հա ստացվի, բայց իշխանափոխություն մեծ իմաստով հնարավոր չի լինելու։ Այս առումով, պարոն Սաղաթելյան, ամեն դեպքում ձևաչափերի հետ կապված ավելի հստակ խոսենք, դաշինքներ, կուսակցություններ, որովհետև տպավորություն է, որ բավականին շատ ուժեր է մասնակցելու։ Այս առումով փոշիացման խնդիր չի լինելու ձայների։ Տեսեք, ամենակարևոր հարցերից մեկը դա է։ Ընդհանրապես հաղթելու համար 3 կարևոր գործոն կա, որ պետք է կարողանանք ապահովել։ Կանխել սրա ապօրինությունները, կեղծիքները, պետական վարչական ռեսուրսի օգտագործումը, արտաքին միջամտությունը, մենք հասկանում ենք, չէ, որ ինքը գնալու է նաև այն ճանապարհով, որ որոշ քաղաքական ուժերի մասնակցություն փորձի սահմանափակել, այսինքն ցանկացած ապօրինության դիմելու է։ Սա մեկ պետք է փորձենք կանխենք սա, ու կանխելու միակ ճանապարհը համատեղ ուժերով համարժեք հակազդեցություն ցույց տալն է։ Երկրորդը ապահովել քաղաքացիների շատ ակտիվ մասնակցություն ընտրական process-ին, որովհետև սա եւս շատ կարևոր է, եւ երրորդ հանգամանքը այն քաղաքական միավորները ուժերը, ովքեր ակնհայտ չեն հաղթահարելու շեմը, բայց ընդդիմադիր միավորներ են, պետք է զերծ մնան ընտրություններին առանձնաբար մասնակցելու այդ իրենց գայթակղությունից, ցանկությունից, որովհետև ակնհայտ է այդ պարագայում ձայները փոշիանում են։ Այս իմաստով շատ կարևոր է, որպեսզի նոր ձևավորված ուժերը, հավակնություն, ծրագիր, թիմ ունեցող եւ այլ, բայց ակնհայտ է, որ չեն հաղթահարելու, կամ միավորվեն միմյանց հետ, կամ խոշոր բլոկներում։ Այս իմաստով մեր պատկերացման մասին մենք ասել ենք, մենք գտնում ենք, որ մի քանի խոշոր բլոկներով պետք է մասնակցել ընտրություններին եւ դա հաջողության հասնելու ամենաարդյունավետ ձևն է։ Գուցե գայթակղի չէ նաև այդ ուժերի համար առանձին մասնակցել այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքի փոփոխությամբ 4%-ի շեմ արդեն պետք է հաղթահարեն։ Գուցե սա էլ է ինչ-որ ձև հնարք իշխանության կողմից, որ բաժան լինեն դիմադիրները եւ տեսեք, այնտեղ իրենք ըստ էության դրա համար են արել եւ երկրորդը նաեւ դաշինքների համար շեմը բարձրացրել են։ Ընդ որում, երբ որ փոքր ուժերը միավորվում, պետք է հաղթահարեն 8%-ի շեմը։ Իսկ դա ակնհայտ է, չէ, որ այս մրցակցության պայմաններում բավականին դժվար է լինելու։ Հետևաբար պետք է այդ գիտակցությունը ունենալ, որոշ ամբիցիաներ, հավակնություններ մի կողմ դնել եւ իրոք գնալ առնվազն արտախորհրդարանական այդ ուժերը միավորման ճանապարհով, որ կարողանան այդ շեմը հաղթահարել։ Հակառակ պարագայում, այո, վերցնելու են ձայներ եւ ունենալու են այն պատկերը, ինչ որ ունեցան 21-ին իմիջիայլոց հիշեցնելու համար 21 թվականին շուրջ 20% ձայն փոշիացվեց եւ Նիկոլ Փաշինյանը, ով հավաքել էր 53% ԿՊ-ն, որի արդյունքում պետք է ունենար 56-57 մանդատ, այդ 20%-ի փոշիացման արդյունքում իրանք ըստ էության խորհրդարանում ունեցան սահմանադրական մեծամասնություն։ Ինչպես սա բավականին պրոբլեմատիկ հարց է, բայց նաեւ այս խորհրդակցությունների արդյունքում, երբ որ այդ թեման շոշափում ենք, նաեւ նոր ձևավորված ուժերի մոտ առնվազն այդ հասկացողությունը կա։ Հիմա ինչքանով դա կարողանան հաղթահարել եւ գնալ այդ միմյանց հետ համագործակցելու, նույնիսկ չասեմ միավորվելու ճանապարհով, դա կախված է իրենց գիտակցությունից եւ ստեղծված իրավիճակի դուրս գալու այս պահի կարևորությունը հասկանալու բանից էլ։ Եվ ամենակարևոր բաղադրիչներից մեկը նաև թե ընդդիմադիրները ինչ ասելիքով են մտնելու ընտրությունների այս process-ի մեջ։ Մենք տեսանք այս տարիների ընթացքում, որ ընդդիմությունը պարբերաբար խոսում է այս իշխանության ապիկար, ապաշնոր քաղաքականության մասին, որ երկիրը տանում է կործանման, բայց կարծես թե դա չի աշխատում, հա, պարոն Սաղաթելյան, որովհետև հանրությունը այլևս նման կոչերի հետևից չի գնում, գուցե այդպես ձևակերպեմ։ Ինչ պետք է ասի ընդդիմությունը հանրությանը, որպեսզի այս անգամ լայն համախմբում լինի նրա շուրջ, այսինքն ինչ կոչերով, ինչ կարգախոսներով պետք է մտնել ընտրական գործընթացի մեջ։ Գիտեք, ամենակարևոր բանը, որ ինքը շարունակ փորձում է առաջ տանել, հետևյալն է՝ խաղաղություն թե պատերազմ։ Մենք պետք է կարողանանք մեր հանրությանը լիարժեք բացատրենք, որ այս մարդը պարտության, պատերազմի, ողբերգության, կորուստների ամբողջացումը դրա խորհրդանիշն ենք, կապ չունի խաղաղության հետ։ Եվ իրականում այդ խաղաղության օրակարգը մեր օրակարգն է, ոչ թե իրա։
Այսինքն տեսեք ինչ է տեղի ունեցել, առնվազն այն տարիներին, որ մենք Հայաստանի կառավարման մաս ենք կազմել, դա եղել է Հայաստանի խաղաղության տարիները։ Այն մարդը, ով իր կառավարման 7 տարիների ընթացքում ըստ էության 6 տարվա մեջ, 5 տարվա մեջ եղել է անընդհատ կորուստներ, զիջումներ, մահ, պատերազմ, ողբերգություն, այս մարդը իրավունք է իրեն վերապահում խոսելու խաղաղության մասին։ Բայց ինքը խաղաղության թշնամին է, ինչպես նաև թշնամին է ժողովրդավարության, Հայաստանի անկախության, ինքնիշխանության։ Այս մարդը իրավունք չունի այդ մասին խոսելու, բայց այնքան այն ծավալի, այսինքն ցինիկ են, ամեն ինչ կարողանում են կեղծել, որ իրենք վերցրել են այդ խաղաղության, ժողովրդավարության օրակարգ եւ փորձում են առաջ տանել, մեզ էլ մեղադրելով հակապետական ժողովրդավարության դեմ ու պատերազմական ուժեր։ Այս պետք է կարողանանք ջարդել, այս պետք է կարողանանք ոչնչացնել իրենց կեղծ թեզերը, որտեղ սրանք իրականում փաստեր են, որ պետք է կարողանանք լիարժեք ներկայացնենք, բայց աննորմալ տեղեկատվական ահաբեկչական համակարգ է գործում այս իշխանությունների կողմից, նաև արտաքին միջամտությամբ եւ դժվարությունները շատ են։ Այս եթե կարողանանք ջարդենք ու ջարդելու ենք, մնացած խնդիրը իրենց հեռացման կդառնա տեխնիկական։ Տեսեք, օրինակ այս ադրբեջանական ծորենի հարցը։ Ոնց են կարողանում մեր հասարակության վրա ծախել այս ամեն ինչը, էլի մեծ իրադարձություն է, այդ ծորեն ենք ներկրում, այլ ընտրանք ունենք այլևս։ Նախ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ն կամ իրենց նախարարները այդքան ապուշ են, որ մտածում են հնարավոր է Ադրբեջանից ներկրվող ծորենը, բենզինը իրականում դառնա այլընտրանք եւ կարողանան ադրբեջանական ապրանքներով ապահովել այլընտրանքային ճանապարհները Հայաստանում պարենային կամ այլ ապրանքների ներկրման համար։ Իրականում բայց ինչ է տեղի ունենում։ Այս ամեն ինչը Ալիևի աջակցությունն է Նիկոլ Փաշինյանին իր վերարտադրման շրջանակներում։ Ըստ էության Ալիևը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանում, որպեսզի վաղը միսօր քվեարկեն Նիկոլ Փաշինյանին։ Ըստ էության դա է տեղի ունենում։ Բենզինն էլ է շրջանակում է։ Բենզինը դրա շրջանակներում է, որովհետև էժան բենզին բերել Հայաստան ինչ-որ քանակությամբ են դեպքում, որ շատ ենք խոսել դրա մասին, նույն Ադրբեջանը պրեմիում կարգի բենզին ներմուծում է, ինքը դրա արտադրող կամ արտահանող երկրների թվում չի պատկանում, բայց Հայաստանում էժան գնով վաճառումը պրեմիում։ Սա Ալիևի կողմից նորից եմ կրկնում, ընտրակաշառք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Նիկոլին քվե տալու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ասում է դες որ ընտրվեմ, բենզին ավելի էժանանալու։ Ալիևը մեզ ավելի շատ է դա տալու։ Այսինքն վաղը միսօր, չգիտեմ, մուրաբայի տուգիտել են բաժանում։ Երբ որ ասում եք կաշառք, այդ Փաշինյանի ասած դրան հերքում է, այսինքն ընտրություններից հետո չի լինելու ձեր կարծիքով այս քայլերը Ադրբեջանի կողմից միայն նախընտրականն է։ Տեսեք, ընտրություններից հետո էլ որոշ տարածքներ տա, էլի կարող մի քանի կանեստր բենզին տան, այսինքն գիտեք, սա զավեշտ է էլի իրականում սա շատ մեծ ողբերգություն է։ Ինքնասիրություն չկա, արժանապատվություն չկա, անվտանգության հարց չկա, այսինքն իրականում ինչ են ուզում ասել, լավ Ղարաբաղը, որ տվել ենք, հասել ենք խաղաղության ու դա գին ուներ։ Փաստորեն այն որ, չգիտեմ, Խաչատուր Սուքիասյանը, Ալեն Սիմոնյանը ու մնացածը ասում են առևտուր ենք անելու, տալու, առնելու ենք ժողովուրդ ջան, այս նաև վիավորական է մեր ժողովրդի համար, մեր անցյալի համար, ներկայի, ապագայի համար, սա շատ ամոթալի է, էլի։ Վերջապես, այսինքն 150,000 մարդ դարձել է անտուն, անգերեզման, տնավեր։ Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, շուրջ 5,000 զոհ ենք ունեցել, 10,000-ից ավելի վիավորներ, մեր ամբողջ պատմամշակութային ժառանգությունը, այսինքն այդ արյունը չորացած, սկսել եք առևտուր անել քիչ չի, մի հատ էլ ժողովրդին ծախել սա մեծ լավություն 90 դրամ էժանով բենզին, լավ։ Ինչ անել, պարոն Սաղաթելյան, ասում են, լավ, պատերազմում ենք, ինչ է ձեր ուզած ընդդիմություն։ Դուք ասում եք առևտուր չանենք, տնտեսական կապերը չխորացնենք, ինչ որն է ձեր այլ մենք նման բան չենք ասում, էլի ստեղ ամբողջը։ Մենք չենք ասում պատերազմում։
Մենք ասում ենք, այո, պետք է գնալ խաղաղության, բայց դա պետք է լինի իրական խաղաղության մասին, ոչ թե ինչ-որ մեր պարտությունները, մեր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, էթնիկ զտումը, մեր հայրենիքի կորուստը փաթեթավորեք եւ փորձեք ներկայացնել խաղաղություն առանց որևէ անվտանգության երաշխիքի, առանց որևէ զսպման մեխանիզմի։ Իրենք Վաշինգտոնում ստորագրել են հայ-ադրբեջանական բանակցությունների այսպես կոչված այդ խաղաղության փաստաթուղթը, այդ չչորացած թանակը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կան տարածքներ, Հայաստանի սկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որ այո, պետք է վերադարձնենք։ Ակնհայտ է, չէ, եթե հիմա այս խաղաղության բանով խաբելու են ժողովրդին, ինչ ենք մենք ասում, Ժորժ ջան, խաբում են ձեզ։ Գոռում են խաղաղություն, տանում են պատերազմի, տանում են նոր կորուստների։ Վերջապես կան զիջումների մի կետ, որից հետո քո պետությունը կենսագործունեություն չի կարող իրականացնել, ծավալել, այսինքն անդառնալի կետեր կան, որից հետո քո չես կարող պահել։ Երբ որ դու քո սաղ ռազմավարական դիրքերը տալիս ես Ադրբեջանին, Թուրքին բերում նստում ես Սյունիքում, Ջերմուկում, Գեղարքունիքում, նրանից հետո էլ ինչ ասում ես, դե լավ պետք է անեմ, որովհետև պատերազմ կլինի։ Այսինքն սա ինքնակործանման, ինքնաոչնչացման ճանապարհ է։ Վերջապես պետությունները ինչ են ունենում բանակ, ինչ են ունենում անվտանգության համակարգեր, ինչ են իրենց արտաքին քաղաքականությունը այնպես կառուցում, որ կարողանան նաև աջակցություն ունենան, որ կարողանան պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Վերջապես այդ ամեն ինչը ինչի համար է։ Նիկոլի տրամաբանությամբ հանձնել այնքան, մինչև արժանանալ Ալիևի եւ Էրդողանի բարեհաճությանը եւ հասնել խաղաղության։ Իսկ դա խաղաղության հասնելու ճանապարհը չի, սրա մասին է խոսքը։ Մենք ոչ միայն պատերազմ չենք ուզում, այլ մենք ամեն ինչ անելու ենք, որ պատերազմ չլինի եւ իրականում խաղաղության օրակարգը մենք ենք բերել, ինքը խաղաղության հետ կապ չունի եւ չի էլ ունեցել։ Բայց ինքը նաեւ առաջարկ է արել Ադրբեջանի ղեկավարին, որ երբ որ մենք մշտապես խոսում ենք ադրբեջանցիների վերադարձի հետ կապված, ասում է փոխադարձաբար մոռանանք ադրբեջանցիների վերադարձի հարցը, մենք էլ կմոռանանք արցախցիների վերադարձի հարցը Արցախի մասին։ Սա հերթական խոշոր մասշտաբային դավաճանությունն է հայ ժողովրդի նկատմամբ։ Դրանք ամբողջությամբ տարբեր հարցեր են։ Ինչ որ շրջանում որոշ քանակությամբ ադրբեջանցիներ Հայաստանում բնակվել են, բայց սա իրենց ոչ պատմական տարածքն է եղել, ոչ իրենց հայրենիքն է եղել, դրանք այնքան տարբեր հարթություններ են։ Ոնց կարելի է Արցախի հայերի իրավունքը զուգահեռ անցկացնել ինչ որ ժամանակաշրջանում, երբ որ ադրբեջանցիներ են Հայաստանում ինչ որ քանակությամբ ապրել, այսինքն սրանք այնքան տարբեր հարթություններ են։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը մաքուր հայկական տարածք էր, որտեղ դարերով հայ ժողովուրդը ապրել է, նա մեր հայրենիքի բաղկացուցիչ մասն էր։ Հիմա Ալիևը որքան էլ գոռա, չգիտեմ, Վարդենիսը, Բասար Գեչարը մեր նայ, ոնց կար, այո, այդ շրջանում եղել են մի քանի գյուղ, որտեղ ադրբեջանցիներ ինչ որ շրջանում զբաղվել են անասնապահությամբ, ընդամենը։ Եվ զուգահեռներ անցկացնել, ասել ես Արցախահայերի վերադարձի իրավունքը չեմ բերում օրակարգ, որովհետև նաև նրանք կարող են ադրբեջանցիների վերադարձի մասին խոսել, սա գիտեք ինչ հերթական անհայրենիք, անսրբություն, դավաճանական գործընթացն է մեր ժողովրդի նկատմամբ, այսինքն չես իմանում, էլի արժին թարապս խոսել ես բանի մասին, թե չէ։ Դե դրա համար եմ ասում, գուցե հանրությունը այլևս այդ կոչերը, այդ մտահոգությունները այլևս ոչ թե չի ընկալում, այլ չի համարում ձեր համար նախընտրական շրջանի կարևոր կարգախոսներից մեկը։ Այսինքն ինքը հասկացել է գուցե պարոն Սաղաթելյան, հետևություններ անել։ Ես ձեզ մի հատ բան ասեմ ստեղ։ Ուրեմն ես զգում եմ Հայաստանի քաղաքական դաշտում շատ ուժեր մտնում են այն դաշտ, որ Արցախի թեման փակ է, քվը չի բերելու, եկեք չխոսենք Թովմաս պատերազմի մասին, չմեղադրեմ։ Գիտեք ինչի կներեք, որովհետև ասում են հիմա դուք եկեք իշխանության եկել, դուք ինչ է Արցախը հետ եք վերադարձնելու։ Իշխանության քարոզը դա է։ Հա, դա իշխանության ամենամեծ լկտությունն է։ Հանձնան հետո գան մեզ ասում, ինչ է հետ եք վերադարձնելու։ Մենք շատ པարզ բան ենք ասում։ Արցախը հայերի հավաքական վերադարձի իրավունքը չի կարող փակվել եւ այո, Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին այդ օրակարգը պետք է վերադառնա։ Մենք չենք ասում հաջորդ տարի Շուշին հետ ենք բերելու, այն մյուս տարի էլ Ստեփանակերտն ենք ազատագրելու, պարզ տրամաբանությամբ։
Դրա ի վիճակի չենք անելու, քանի որ նաև այսօր Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Գիտեք, այս հարցը փորձել են արդեն մոռացության տալ, համակերպել են եւ վերջացել է 200 կիլոմետր քառակուսի տարածք Ադրբեջանը գրավել է եւ գտնվում է ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքում։ Սրա մասին ով պետք է խոսի։ Իսկ երբ որ ասում են սահմանագծման, սահմանազատման ժամանակ դուրս կգան, ես էլ ասում եմ նույնը ասում եք Տաուշում։ Այդ իրանցում որ հանձնեցիք 4 գյուղերը, ասում եք հենց որ մենք տանք, այն բերքաբերի հատվածը, չգիտեմ ինչ, իրանք էլ են տալու։ Հիմա հարց եմ տալի, մի մետր տվեցին, չտվեցին, չէ։ Չեն տալու, քանի ես սրանք կան, ոչ միայն որևէ բան Ադրբեջանը մեզ չի վերադարձնելու, այլ ընդհակառակը շարունակելու են նոր տարածքներ վերցնել։ Սա մեկ, երկրորդ, այն քաղաքական ուժերը, ովքեր փորձում են կամ ներկայանում են, որ Նիկոլի առաջ ասած օրակարգը մենք ավելի լավ կանենք, իրենք այդ պայծ սկսած հակադրություն չունեն իր առաջարկած օրակարգին, վարած քաղաքական գծին, որտեղ ինչ է նշանակում, դե Արցախ այսօր քվե բերող թեմա չէ, եկեք չխոսենք, եկեք մեր իրավունքներից չխոսենք, որովհետև մենք էլ ենք, արդեն գալ են եզրակացության, որ մեր ժողովուրդը մտածում է բացառապես որտեղ հացնդեղ կաց, այսինքն ոչ մի անվտանգային, ազգային, մեր հավաքական իրավունքներից եկեք չխոսենք, որովհետև Նիկոլը մեզ կմեղադրի ռեվանշիզմի մեջ, Ալիևի հետ, հետևաբար վախենանք այդ թեմաներից հետ կանգնենք, սկսենք Նիկոլի հետ վիճել, ինքը լավ ասֆալտ կանի թեմենք, ինքը ավելի արագ կապիտուլյացիան կստորագրի Ադրբեջանի հետ թեմենք, այս մեր համար անընդունելի է։ Այսքանով հանդերձ, մենք թույլ չենք տալու, մեզ մեղադրեն ինչ-որ բաների մեջ, որ իրականում այդպես չենք մտածում։ Իրականում ամենամեծ ոչ մի թիզական ուժը դաշնակցությունն է, չէ՞, որ այդ կպցրել են մեր վրա։ Բայց խորքի մեջ մեզանից պրագմատիկ, մեզանից հետևողական այս հարցում ոչ մի անգամ մենք դեմ չենք եղել բանակցություններին։ Օրինակ բոլորի մոտ տպավորությունը, որ դաշնակցությունը դեմ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն, չէ՞։ Մենք չունենք 30 տարվա մեջ նման որևէ հայտարարություն խոսույթ։ Մենք ասում ենք իհարկե պետք է բանակցել, իհարկե պետք է հասնել խաղաղության, բայց դա չի կարող լինել մեր ոչնչացման կամ վերացման հաշվին։ Սրա մասին անդամակցություն։ Տեսեք, պարոն Սաղաթելյան, դուք ասում եք ազգային հարցերը պետք է իրենց կայուն տեղ ունենան քաղաքական ուժերի օրակարգում ընտրությունների ժամանակ։ Բայց մենք ազգային եւ ապազգայինի միջև կռիվան է։ Բայց մենք տեսնում ենք նորաստեղծ ուժեր, որոնք կարևորում են սոցիալ-տնտեսական հարցերը։ Շատ լավ են անում, շատ լավ են անում, ճիշտ են անում։ Բացարձակ դրա մեջ մենք չենք հակադրվում։ Գուցե հենց այդ թիրախը պետք է ընտրել, գուցե հասկացել են, որ հանրությանը դա է ամենաշատը հուզում։ Ես շատ նորմալ ենք մենք ընդհանրապես վերաբերվում են ուժերին, ովքեր իրենց համար առաջնային հարցեր են բերում սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրները մարդկանց բարեկեցության։ Իմիջիայլոց այս իմաստով մենք շատ լուրջ բոլոր ուղղություններով փաթեթ ենք ներկայացնելու։ Բոլոր ուղղություններով գյուղատնտեսությունից մինչև առողջապահություն եւ կրթություն, այնպես չի, որ մենք այս ուղղություններով չունենք առաջարկներ մեր հանրությանը կամ մենք չունենք ավելի պրոֆեսիոնալ պատրաստված թիմ, որ երկիրը նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամից կարող է դուրս բերել։ Հաստատ ընդհանրապես դրա մասին խոսք չի։ Խոսքը, բայց մի քանի հարցերի շուրջ պետք է դաշտում գտնվող բոլոր ուժերը ունենան շատ հստակ առանց սենց հարցերի ծուռմուռ կալորացրած դիրքորոշում, որովհետև այո, դու կարող ես հրաշալի տնտեսական, սոցիալական ծրագիր ներկայացնես, դա շատ կարևոր է երկրի զարգացման, նաև երկրի անվտանգությունը ապահովելու իմաստով հետագայում, բայց կա առաջնային խնդիր։ Արցախի հարցում ի՞նչ է քո տեսակետը, հայ-ադրբեջանական պայմանագրի հետ կապված ինչ տեսակետ ունեք, արտաքին քաղաքականության հետ կապված ինչ մոտեցումներ ունեք, որովհետև սրանք են առանցքային խնդիրը։ Եվ ստեղով է նաև ընդգծվելու ընդդիմադիր ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունները, բայց եթե կարելի ասում են մենք ավելի շուտ, ավելի լավ կստորագրենք այդ փաստաթուղթը, սա մեր համար մի քիչ անհասկանալի է։ Ընդ որում նորից եմ ասում, մենք չենք ասում, որ Ադրբեջանի հետ բանակցություն չենք վարելու, որևէ փաստաթուղթ չենք ստորագրելու։
Մենք դա չենք ասում, բայց ասում ենք այն ինչ որ մեզ ստորագրվածները արդյոք չեղարկելու եք թե ոչ։ Ինչ որ մեզ ներկայացվում է, այս տեսքով այո, դա ստորագրելը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Հետևաբար այն տեսքով, որ այսօր կա, ոչ։ Բայց արդյոք հնարավորություն կա այդ փաստաթուղթը բարելավելու, բանակցելու, ավելի հայամետ Հայաստանի շահերը պաշտպանող, երրորդ կողմերի երաշխավորությամբ փաստաթուղթ դնել սեղանին, իհարկե հնարավոր է, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով խոսքը։ Մի հարցում բոլոր ընդդիմադիրները այս պահին կարծես թե համերաշխ են, դա Մայրաթորի եկեղեցու հետ կապված իշխանության քայլերն են։ Պարոն Սաղաթելյան, նախորդ շաբաթ Մայրաթորում այն ինչ տեղ ունեցավ, թվում էր թե Նիկոլ Փաշինյանը այլևս պետք է նահանջի, որովհետև ձախողել է այդ, այսպես ասած, օպերացիան։ Այս շաբաթ նա որոշեց, չնայած տեղեկություններ կար, որ կարող է նորից գնալ Մայրաթոր, բայց այս շաբաթ նա որոշել է Գառնի գնալ։ Եկեղեցու հետ կապված օրակարգը ընդդիմադիրները պահելու են այնպես, ինչպես Մայրաթորի վերջին, այսպես կիրակին տեղ ունեցավ, այդ համախմբվածությունը լինելու է եւ արդյոք այստեղ Փաշինյանը հնարավոր է նահանջի, չնայած իր բնավորությունը հաշվի առնելով շատերն ասում են, որ ինքը չի նահանջի, գնալու է միջև վերջ։ Ինչ է լինելու եկեղեցու հետ կապված օրակարգը իշխանության եւ արդյոք ընդդիմությունը ունակ է միջև վերջ պահելու եկեղեցին եւ վեհապարին։ Տարբերակ չունի։ Եթե չարեց, դա մեծ խնդրեմ։ Ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Էջմիածնում, դա այն ապացույցն է, որ եթե ընդդիմադիր միավորները առհասարակ ազգային պետական մտածողություն ունեցող շրջանակներ, ինչ որ օրակարգի շուրջ ամեն ինչ դնում են մի կողմ, միասնական ճակատով պայքարում են, հաջողությունը անխուսափելի է։ Այս խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ հենց սրա մասին է, որ եթե կան կետեր, որտեղ ունենք ամբողջությամբ համաձայնություն ու կան այդ կետերը, պետք է դրանք զարգացնել, մշակել մեխանիզմներ եւ միասնական ճակատով պայքարել եւ իշխանությունը այդ օրը ինչի ձախողեց, որտեղ անակնկալի եկավ, որտեղ շատ արագ, օպերատիվ ընդդիմադիր միավորները կազմակերպեցին մեր քաղաքացիներին ու ի պատիվ մեր քաղաքացիների, ովքեր շատ ակտիվ մասնակցություն ունեցան, կանխեցինք։ Ես վստահ եմ, եթե այդ օրը այդ քանակությամբ կազմակերպված մարդ չլիներ Էջմիածնում, իրենք անելու էին ամենամեծ այլանդակությունները, որ դարերով ամաչելու էին այդ օրվա համար ու անդառնալի, այսինքն լեկտության, սրբապղծության բանը հասնելու էր իր գագաթնակետին, բայց ինչ տեղ ունեցավ, լիարժեք համապատասխան հակազդեցություն, դիմադրություն եւ սրբապիղծներն ու տիրադավները նահանջեցին։ Նիկոլ Փաշինյանը այս կիրակի չի գնամ Էջմիածին բացառապես նրա համար, որովհետև հասկացել է, որ Էջմիածնում լինելու է դիմադրություն։ Երբ որ ինքը հասկանա, որ չկա այդ դիմադրությունը, չկա այդ հակազդեցությունը, ինքը նվաճելու է, ինքը գրավելու է, որովհետև ինքը ունի այդ հանրարարականը Հայաստանի թշնամիների կողմից։ Իր առջև դրված է խնդիր հայկական ինքնության պահպանման գլխավոր կառույցը հայ առաքելական եկեղեցին պետքա թուլացնել, ջլատել, վարկաբեկել եւ պառակտել։ Նիկոլ Փաշինյանը դա է անում։ Մնացածը այդ, գիտեք, որ անկապ հիմնավորումներ են իրես սրբապղծությունը արդարացնելու համար։ Հետևաբար նախընտրական տարում իրեն պետք էր այս ամենը։ Այո, իրեն պետքա, որտեղ պետքա ջարդի այդ ինստիտուտը, ինքը պետքա դուր գա այդ։ Բայց դրանով նաև հանրության դժգոհությունը չի վաստակում, նա չի կորցնում քաղաքացիների մանդատը։ Վաստակում է, բայց հանրության մոտ փորձում է թողնել նաև բես պրիձելի եւ ամենակարողի տպավորություն։ Կարող եմ սրբազաններին լցնել բանտերը, ազգային բարերարին բանտարկել, քաղաքական ուժերին բռնել, քաղաքապետերին բռնել, վերջում վեհապարին, այսինքն ու մարդկանց մոտ ինչ-որ պահ լինի տպավորություն, որ անիմաստ է որևէ բան անել, որովհետև այստեղ կա Քադաֆից, Սադամ Հուսեյնից կամ չգիտեմ ումից ավելի ուժեղ բռնապետ, պետք է համակերպվենք, հետները լավ լնենք, որ մեր ունեցվածքը, չգիտեմ ինչը պահենք, աշխատենք, ապրենք։ Ինքը գնում է դրան, որովհետև ինքը կորցրել է ժողովրդային աջակցությունը, ինքը հասկանում է, որ այլևս զզվելի է եւ մերժելի մեր ժողովրդի կողմից, մնացել է իր հույսը անվտանգության ուժերը, ուժային կառույցները, այս կեղտոտ տեղեկատվական համակարգը
եւ արտաքին աջակցությունը։ Հիմա սրանցով պետք է կառուցի իր վերարտադրությունը։ Հետեւաբար ինքը այլևս չի մտածում այստեղ ինչքան կկորցնի, ինչքան ձեռք կբերի։ Ինքը մտածում է, որ բոլոր տեղերը լռեցնի, ոչնչացնի ու գնում այդ ճանապարհով։ Գիտեք, երբ որ ինքը ասում է, ես այս ճանապարհով գնում եմ եկեղեցին բարեփոխելու, բարենորոգելու, էլի, այսինքն կճոյանով, հա, ասենք այն սրբազաններ, օրինակ ինքը ինչ է ասում է գնում եմ եկեղեցին թալանչիներից, գողերից մաքրելու։ Ես այսօր տեսնում եմ, որ սրբազաններն են բանտում գտնվում։ Բագրատ սրբազան, Միքայել սրբազան։ Ասենք տարիներ ճանաչում եմ այդ մարդկանց, սեփական կատու չունեն։ Ամենահամեստ, չգիտեմ ինչ կյանքով ապրող մարդիկ։ Ու դուք կճոյանով կամ վայոց ձերի թեմի առաջնորդով, ովքեր հայտնի են իրենց բենտլիներով, կատիլակներով, չգիտեմ ինչով, գնում ես եկեղեցին թալանչիներից ազատելու։ Ասում է, հա, ազատենք, հետո իրենց էլ կարադառնանք։ Շատ է, չէ, կուսակրոնության ուխտից խոսում եւ այլ։ Ցինիկությանը աշճան չկա, էլի, ես չգիտեմ, շատ դժվարությամբ եմ այս ամեն ինչ ասում, բայց իրանք հասցրել են այստեղ։ Որտեւ իրաց նպատակներից մեկը է դա, նաեւ որ մենք սրբազաններին բան ասենք, բայց ակնհայտ է, չէ, որ այս իշխանության առանցքային դեմքերից մեկը, որ 5 տարի Նիկոլ Փաշինյանին ծառայել է ամենաբարձր պաշտոններում, դա Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, չէ։ Չի հերքե, չէ, այդ մարդը, ասել են, այս ինչ մարդը հայրը դա թե չէ, ասել է, ոչ հերքում եմ, ոչ հաստատում եմ։ Չենք խոսը, չէ, մենք 5 տարի այդ մասին, թույլ չենք տվել մեզ, որովհետև ճիշտ չենք համարը։ Բայց երբ որ դու այս ճանապարհով ես պայքարում, գոնե առնվազն այդ մարդիկ պետքա լռեին, չէ։ Գոնե այդ մարդիկ պետք է չխոսեն, չէ, եկեղեցում բարեփոխումներ անելու մասին, այսինքն ցինիկությունը չափ ունի էլ այս ամեն ինչ։ Միայն դրանցով չի, կոմպրոմատներով, տեսեք, բոլորին ագենտ է դարձնում, ասում են նաև իր վստահությունը վայելող հոգևորականներ, ասում են վեհապարի դեմ ունենք փաստեր, մեզ Փաշինյան ներկայացրել է գործակալենա, Եզրաստ Սրբազանի հայտնի թուղթը, որ հրապարակվեց։ Իրականում հայտնի թուղթ, որ կա ու ձեռագրով գրված հայերենով ու ապացուցված։ Դա Նիկոլ Փաշինյանի կաբինետի ամենաառանցքային նախարարներից մեկի արտգործ նախարարի մասին է խոսքը, ով հավաքագրվել է Հայաստանի անվտանգության մարմինների կողմից, իր համաձայնությունն է տվել։ Հրապարակվել է, չէ, այդ փաստաթուղթը։ Եվ ինչ ասե ամենահետաքրքիրը, որ արտաքին ուժերի այդ համագործակցության ընթացքում կնպաստի, կհամագործակցի Հայաստանի անվտանգության ծառայության հետ, Հայաստանի շահերը պաշտպանելու համար, այսինքն ենթադրում է, որ ինքը հավաքագրվել է, չէ, այլ ուժերի կողմից, հետո կոնտր քայլերով հավաքագրել են այստեղ։ Թող գնա այդ մասին խոսի։ Առանցքային պաշտոնյա է։ Փաստ է, չէ։ Այստեղ էլ է խափում։ Այստեղ էլ պայքարում է գործակալների դեմ իբր, բայց ամենամեծ գործակալը հայտնի իր ձեռագրով գրված գտնում է Հայաստանի արտգործ նախարարն է։ Այսինքն այսքան խափել, այսքան մանիպուլացնել, այսքան կեղծել։ Փաստորեն ինչ է ստացվում։ Այս մարդը ասում է ուզում եմ խաղաղության թշնամին է, որտեղ ինքն է բերել պատերազմ, ողբերգություն։ Պայքարում է գործակալների դեմ, իր կաբինետում ընդգծված գործակալներ կան։ Եկեղեցին ուզում է գնա բարեփոխումների, բայց հենվում է այն մարդկանց վրա, ովքեր ակնհայտ փաստերով։ Մնացածի մասին մենք փաստ չունենք, բայց այդտեղ փաստ ունեն, քանի հոգին այդ պայքարողներից ինձ զավակներ ունեն, իր կաբինետի անդամներ են։ Այսինքն որ մեկը ասես, էլի խոսում է թալանից, բայց ինչ է անում։ Էս է իրականությունը։ Հիմա մեր խնդիրը մեր հանրության այս ամեն ինչը բացատրելն է, ներկայացնելն է եւ ապահովել ակտիվ մասնակցություն ընտրություններին, կանխել սրանց ապօրինությունները եւ վերարտադրությունը այս։ Եվ մի հարցի եմ ուզում անդրադառնանք, պարոն Սաղաթելյան, այս օրերին շատ քննարկվեց ազգային ժողովի падգամավորների աշխատավարձ պարգևավճարը 3 միլիոն։ Ինչպես է ստացվել նախ 3 միլիոն եւ ընդդիմությունը 3 միլիոն ստանալով յուրաքանչյուրը ինչ է արել։ Տեսեք, վերջին 5 տարվա մեջ մենք բոլոր
Ախ այդ ինչպես է ստացվել ինչ ոնց, այդ ոչ մենք ենք որոշողը, ոչ էլ գիտենք ոնց է որոշվում։ Չասում են, այդ ինչքան լավ են աշխատել падգամավորներ, որ այդքան է ստացել։ Մենք ի սկզբանե խոսել ենք այդ մասին, ոնց ենք վերաբերվում, դա օրենքով պետք է լինի, ոչ թե շուտ մեկի ցանկություն եւ այլ դրան չանդրադառնամ։ Ամեն դեպքում մենք ունենք որոշում, ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում եւս падգամավորները այդ գումարները պետք է ուղղորդեն բարեգործական, սոցիալական, քաղբանտարկյալների նման ծրագրերի համար եւ այդ գործընթացը սկսվել է։ Այս անգամ տարբերությունը կայանում է նրանում, որ եթե նախորդ դեպքերում կոնկրետ հավաքագրվել է կամ ուղղվել է ինչ-որ հիմնադրամների, այս անգամ падգամավորները այդ ազատությունը ունեն իրենք անձամբ որոշեն ինչ ծրագրի վրա, ինչ շրջանակներում այդ հատկացումները կամ բանը անեն ու արդեն անում ենք, արել ենք եւ գնում ենք այդ ճանապարհով, պահելով այն սկզբունքը, որ այդ ստացած գումարները պետք է ծառայի այլ նպատակներով, այլ ոչ թե падգամավորների անձնական կարիքների համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։